Մոսկվայում կայացել է հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված հերթական բիզնես ֆորումը։ Ռուսաստանի եւ Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկել են աշխարհաքաղաքական եւ տնտեսական ներկա պայմաններում հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։ Բացման խոսքով հանդես է եկել Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Բանախոսների քննարկման հիմնական թեման Հայաստանի Եվրամիության անդամակցության հեռանկարն էր։ Սամվել Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը եւ հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերն ու երկրի տնտեսական կայունության հիմքը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով 12.7 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակ Եվրամիության հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 միլիարդ դոլար, ընդգծել է Կարապետյանը։ Членство Армении в ЕАЭС играет ключевую роль. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առանցքային դեր ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով 12 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում Եվրամիության հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 միլիարդ դոլար։ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն։ Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է եւ անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։